Դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ապաշրջափակմանը, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, ցանկացած լավ, եւ հիմա որ ասում եք, այ մենք կողմ ենք, որ բոլորը բացեն միանգամից։ Եթե բոլորը չեն բացվում միանգամից, ուրեմն դուք դեմ եք։ Դուք փնտրում եք ոնց անենք, որ մի բան անենք, որ բան չանենք, էլի դեր տրամաբանությունը էսա։ Հիշում եք Քոչարյանը իր ասուլիսում, որ ասում էր, այ Հայաստանը կարար սենց մի հատ բան առաջարկեր, հետո Ադրբեջանը կմերժեր եւ արդյունքում կստացվեր մերժող կողմը Ադրբեջանն է։ Բայց արդյունքում կստացվեր, որ խաղաղություն չկա, ապաշրջափակում չկա։ Էսա Քոչարյանը ինքը իր այդ բանում, ասուլիսում հասկանալով թե չհասկանալով մատնում է ձեր իրական նպատակադրումը եւ հայեցակարգը, որ նենց անենք, որ արդյունքում մերժվի։ Հիմա այդ մերժողը Հայաստանը կլինի, կասենք դուք կգաք, այս ամբյոնից կասեք, Հայաստանը հնարավորություն կար խաղաղության, բայց մերժեց։ Մերժողը Ադրբեջանը կլինի, կգաք կասեք, այ տեսեք, որ Ադրբեջանը չէր ուզում խաղաղություն, իսկ դուք վարդագույն ակնոցներով հավատում եք Ադրբեջանի խոստումներին։ Այսքան բան ժողովուրդ, դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, որը լավ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, եւ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա ձեր քաղաքական ինքնությունը։